Փառք Տիրոջը։ Ինչպես ես անցած անգամ խոստացա, նորից շարունակելու ենք երկնքի արքայության մասին, Աստծո թագավորության մասին։ Ես մի քանի համարներ կկարդամ, սա ուղղակի առավոտյան աղոթքի մտորումների ժամանակ ես երկու փոքրիկ թերթիկն ավելացավ տպագիր տեքստին, համենայն դեպս կարդամ։ Սաղմոս 2:6-ը. Ես օծեցի իմ թագավորին, իմ սուրբ սարի վրա։ Հայրն է ասում իր որդի թագավոր Հիսուսի մասին։ Ես օծեցի իմ թագավորին։ Հիսուս թագավոր է։ Թագավոր է թագավորության։ Ամեն։ Սաղմոս 10:16 Տերը թագավոր է հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Մեր Աստված ում անունով հավաքվել ենք, թագավոր է, ոչ միայն ժամանակավոր, ոչ միայն տարածքի վրա ինչ որ, այլ հավիտյանս հավիտենից։ Դեռ որ ես եղածը, երևացողը չկար, Տերը թագավոր էր։ Երբ որ մի օր գա, որ այս աշխարհակարգը չլինի, Տերը շարունակելու է լինել թագավոր։ Ամեն։ Սաղմոս 24:10 Զորաց Տերը նա է փառքի թագավորը։ Մեր Տերը փառքի թագավորն է։ Որտեղ Տիրոջ անունը կա, այնտեղ պետք է փառք բարձրանա։ Եվ դրա համար փառք քեզ։ Նորից փառք, դարձյալ փառք, երիցս փառք։ Անվերջ փառք։ Փառք քեզ Տեր։ Սաղմոս 44:4 Ով Աստված, դու ես իմ թագավորը։ Ամեն։ Ապրեք ես խոսքերով։ Ձեր խոսքն ասա։ Աստված ձեզ է ուղարկել, ինձ է ուղարկել։ Մատթեոսի ավետարանի մեջ, ես որպեսզի շատ համարներ չկարդամ, որովհետև այն մեջբերումները, որ շատ կանեմ, կոնկրետ համարներ ունեն, կոնկրետ տեղեր ունեն։ Մատթեոսի ավետարանից, որտեղ պիտի ծնվի հրյաների թագավորը, դեռ չծնված, Աստծուն միգուցե քիչ ճանաչող կամ չճանաչող, ժամանակի աստղագետ իմաստունները եկել էին Հրեաստան եւ հարցնում էին թագավորը, ձեր թագավորը, որտեղ պիտի ծնվի։ Այդ ժամանակ թագավորը կասի երկրորդը, այդ ժամանակ թագավորը կասի իր աջ կողմը կանգնողներին, թագավորը կասի։ Ահա քո թագավորը գալիս է, խոնար, էշի ավանակի վրա նստած, թագավորն է գալիս, բաց սիրտդ, այսօր թագավորը իր մասին է հռչակում մի նոր տեսանկյունից, իր խոսքի միջոցով։ Հովանու ավետարանից, Նաթանայելը նրան ասաց, վարդապետ, դու Աստծո որդին ես, դու ես հրյաների թագավորը, Ալելույա։ Առաջի Տիմոթեոս 1:17 Հավիտենական թագավորին, անեղծին եւ աներևույթին, միակ Աստծուն, փառք եւ պատիվ հավիտյանս հավիտենից, ամեն։ Ամեն, ամեն։ Ինչու ենք խոսում թագավորության մասին։ Ինչ կապ ունեմ ես թագավորության մասին, ինչ կապ ունես քեզ դու թագավորության մասին, շատ ուղղակի, շատ անմիջական, դե ասա լսենք, կասեմ, Ղուկաս 12:32, մի վախեցիր փոքր հոտ, մի վախեցիր փոքր հոտ, մի վախեցիր, որովհետև ձեր հայրը հաճեց թագավորությունը տալ ձեզ, իմ սեփականության մասին, իմ ժառանգության մասին, ես ինչու պիտի չխոսեմ, ասեք, իմ ապագայի մասին, իմ ներկայի մասին, ինչու ես պիտի չխոսեմ, ամեն, պիտի խոսենք միշտ, պիտի խոսենք անդադար, Մատթեոս 11:12-ը, ասում եմ ձեզ, որ շատերը արևելքից եւ արևմուտքից կքան եւ կնստեն Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ երկնքի թագավորության մեջ, իսկ թագավորության որդիները կգցվեն դուրս։ Ուզում եմ հայտարարել, որ դա տեղի ունեցավ
Ոմանց աննազանդության պատճառով, որ տեղ մնաց, տեղ բացվեց, դուր բացվեց անարժաններին, որ իրավունք չունեին այդ թագավորություն մտնել, մտան։ Նրանցից մեկը ես եմ, շնորհքով փրկված։ Ամեն։ Եվ այստեղ կարելի է թեման շատ զարգացնել, որովհետև դուք հասկանում եք, որ կարող են եղողները չլինեն, չեղողները լինեն, եւ առաջինները լինեն վերջին, վերջինները լինեն առաջին, եւ այսպես շարունակ։ Մեծերը փոքրանան, փոքրերը մեծանան, որովհետև սա թագավորության օրենքն է։ Ամեն, ամեն ու ամեն, փառք Տիրոջը։ Այո, ինչու, ինչ պատճառով պիտի խոսենք եւ լսենք Աստծո թագավորության մասին։ Ես արդեն ասեցի, որովհետև նախ եւ առաջ Տերը այդ թագավորության թագավորը հաճեց մեզ հավատացողներիս տալ այդ թագավորությունը։ Մատթեոսի ավետարան 1-2 համար կկարդամ, նոր կանցնեմ իմ պատգամին։ Մատթեոս 5:2-3-ը եւ սկսեց նրանց սովորեցնել առաքյալներին նաեւ մեզ, ասելով. Երանի հոգով աղքատներին, որոնցն է, որովհետեւ նրանցն է Աստծո թագավորությունը։ Նրանցն է։ Այդ թագավորությունը հեռավոր, հեքիաթային մի վայրում չի, անհասանելի, որ օծնիր պորտով, հաղթնիր թևով չի կարող հասնի։ Ամեն հավատացող մտնում է այնտեղ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Այնուհետև 8, 9, 10, 12 խոսքերը։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն, որտեղ պիտի տեսնեն Աստծուն։ Աստված միշտ թագավոր է, Աստված միշտ իր թագավորության մեջ է։ Ամեն։ Այս ինչ նոր ավետարան է, չեմ նոր չի, մեր կողմից մոռացված ու անտեսված ավետարան է։ Ես ավետարան եմ կարդում։ Դուք էլ կարդացեք, այն ինչ որ ես ասում եմ, ձեր գրքերի մեջ կա։ Ուղղակի չգիտեք ինչու, մենք ամենակարևոր բաները, չգիտեք շրջանցում ենք, այնքան ենք կարդացել, Հիսուսն ասավ երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանց թե երկնքի Աստծո թագավորությունը։ Այո, ես ուզում եմ, որ իմ սիրտը Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվի, իմ կյանքը Հիսուսի հարության շնորհիվ նորոգվի, որ ես մաքուր սրտով արքայության մեջ մտնեմ։ Սա արքայության օրենքն է։ Ալելույա։ Երանի խաղաղություն անողներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Որդիները ժառանգակից են իրենց հոր ժառանգությանը։ Մենք Հիսուս Քրիստոսի ժառանգության ժառանգակիցներն ենք։ Ինչու ամեն չեք ասում։ Պարտադիր է։ Այո։ Ներողություն։ Հասկացեք ինչ եմ ասում։ Այո, պարտադիր է։ Կարևոր բաներին, ճշմարիտ բաներին ասում ենք ճշմարիտ է, այսպես է, ուզում եմ լինի, թող լինի, այո եւ ամեն։ Ամեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը, որովհետև դու ամեն օր առնչվում ես այս երևույթի հետ, մի ընկճվի, ասա իմն է երկնքի թագավորությունը, սրանք անցնող են։ Իմ առօրյան այսօր իմ դժվարությունները, իմ սոցիալական վիճակը, իմ առողջական վիճակը եւ մնացած շատ վիճակներ անցնող են։ Իմն է երկնքի թագավորությունը։ Միթե ավելի կարևոր թեմա կա, որ խոսենք։ Մեր ոտքը, մեր ոտքի ցավը, մեր ականջի ցավը ավելի կարևոր թեմա չի, ժողովուրդ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրախացեք եւ ցնծացեք, որովհետեւ ձեր վարձքը մեծ է երկնքում, հալելույա։ Որտեղ է մեծ երկնքում։ Այստեղ մնայուն քաղաք չունենք, որովհետեւ հանդերձյալում ենք փնտրում։ Մեր քաղաքացիությունը այստեղից չի, այլ երկնքից, որտեղից սպասում ենք մեր թագավորի հայտնվելուն։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Կարող էի այսքան սրա շուրջը խոսել ու կարծեմ ժամանակն էլ չէր իրիքի, բայց գնանք առաջ։ Համենայն դեպս ես իմ աշխատանքի համար չեմ ափսոսում, այլ մարդիկ չարչարվել են, տեքստ են հավաքել։ Պիտի հարգենք, չէ՞ վերջապես։
Սուրբ գրքի բոլոր ուսումնասիրողները առանց բացառության համաձայն են մեկ կարևոր խնդրի շուրջ, որ նազովրեցի Հիսուսի քարոզության կենտրոնական թեման եկող Աստծո թագավորությունն է։ Ես կարդացի Հիսուսի առաջի քարոզից, որ ընդունված է այդպես կոչել, լեռան քարոզը։ Լեռան քարոզի մեջ Հիսուս թագավորության մասին էր խոսում։ Եվ ինչ եք կարծում։ Վերջի գրքի մեջ Սուրբ Աստվածաշնչի ինչի մասին է։ Հիսուս թագավորի, թագավորների թագավոր եւ տերերի տեր լինելու մասին է։ Ամեն։ Եվ Սուրբ եկեղեցու եւ այդ եկեղեցու գլխի, այդ եկեղեցու թեսա հարց եկեղեցու եւ այդ եկեղեցի գլխի խորհրդավոր հարսանիքի խորհրդավոր միության մասին է խոսքը։ Ամեն։ Այսինքն ուղակի, շատ ուղակի առնչություն ունի իմ եւ քեզ հետ, շատ ուղակի առնչություն ունի իմ այսօրվա առօրյայի հետ եւ ընդհանրապես մեր կյանքի ամեն մի վարքյանի հետ։ Մինչև հասնելն ասեմ, շտապեմ ասել, երբ որ ասում էին Հիսուսին, թե սա դևերին բուժում է, դևերի իշխան Բեզեբուղի անունով, եւ Հիսուսն էլ բարկացած ասում էր, եթե ես Բեզեբուղի անունով եմ բուժում, ձեր հայրերը ինչով էին բուժում, բայց եթե ես Աստծո մատով եմ բուժում, ուրեմն Աստծո թագավորությունը հասել է ձեր վրա։ Հավատքով Աստծո ողորմությունով, Աստծո շնորհքով բժշկված մարդիկ կան այստեղ։ Ձևական չի, չէ՞, ես կարող եմ, որովհետև ես մեռած էի, Աստված ինձ կենդանացրեց, հենց բառից բուն իմաստով։ Երբ որ քո հարազատներին ասում են գնացեք դագաղ պատրաստեք, ասում են բժիշկները, ասում են հետազոտության հետևանքով, դա արդեն շատ է լուրջ։ Ես իրավունք ունեմ ասել, Աստծո մատով ես բժշկված եմ։ Դու էլ կարող ես վստահ ասել, բայց կարող ենք շարունակել, դա նշանակում է, որ Աստծո թագավորությունը հասել է ինձ։ Ամեն, ամեն։ Թեև հին ուխտի գրքերի մեջ Աստծո թագավորություն բառակապակցությանը չենք հանդիպում, միևնույն ժամանակ պատկերացումը Աստծո մասին որպես թագավոր թեման շատ լավ ծանոթ էր եբրայական գրվածքներում։ Իսրայելի Աստվածը նրանց թագավորն է, որը հանդես է գալիս իր ժողովրդի համար, պաշտպանում է թշնամիներից եւ հանդիսանում է բարեկեցության եւ ապահովության երաշխավորը Աստվածաշնչի մեջ։ Դատավորների կառավարման ժամանակ Իսրայելի ժողովուրդը նախընտրեց ունենալ երկրային թագավոր, ինչպես մնացած ժողովուրդները։ Եվ կարդամ մի փոքր հատված։ Եվ Սամվելին եւ նրան ասացին. ահա դու ծերացել ես ու քո որդիները քո ճանապարհների մեջ չեն քայլում, ուստի հիմա մեզ վրա թագավոր դիր, որ բոլոր ազգերի նման մեզ կառավարի։ Ու այս բանը Սամվելի առաջ վատ երևաց, որ ասացին, թե մեզ թագավոր տուր, որ մեզ կառավարի։ Ու Սամվելը Տիրոջ նաղոթ կարեց, եւ Տերը Սամվելին ասաց. ժողովրդի խոսքը եւ նրանց քեզ ամեն ասածը լսիր, քանի որ նրանք քեզ չեն մերժում, այլ ինձ են մերժում, որ նրանց վրա չթագավորեն։ Այստեղ Իսրայելը կորցրեց Աստծուն որպես թագավոր։ Եվ գալու է օրը, որ Իսրայելը պիտի կանգնի ու ասի Հիսուս թագավոր է, տերերի Տեր է, եւ օրհնյալ լինի թագավոր, հոր ուղարկած թագավոր որդու հայտնվելը։ Ամեն։ Եվ տեսեք, հիմա 12 նույն գլխի 12 խոսքում Սամուելն ասում. դուք ասացիք, թող անպատճառ թագավոր լինի մեզ վրա, թեև ձեր թագավորը Տեր Աստվածն էր։ Հենց հիմա ես քեզ հարցնեմ, ով է քո թագավորը։ Իմ թագավորն Աստվածը։ Ոնց գիտես։ Որովհետև ավելի բարձր
Հեղինակություն ինձ համար չկա։ Չկա մեկ ուրիշը, որ իր ասած խոսքն ինձ համար ավելի հեղինակավոր լինի։ Այո, մենք ունենք հայրեր, մայրեր, ծնողներ, որոնց խոսքը մեզ համար օրենք պիտի լինի, հարգենք։ Բայց այնքան ցածր պիտի լինի այդ մեծ հարգանքը, մարդկորեն ամենաբարձր հարգանքը, սերը ծնողների նկատմամբ, հարազատների նկատմամբ, կնոջ ամուսնու նկատմամբ, այնքան ցածր պիտի լինի Աստծո նկատմամբ ունեցած հարգանքից սիրուց, որ հավասարվի ատելության։ Այս սրա մասին էր Հիսուսն ասում։ Եթե մեկը իր իր հորը, մորը, քրոջը, եղբորը ավելի սիրի, քան ինձ արժանչի։ Ամեն։ Նա իմ թագավորն է։ Նրա թագավորությունը իմ սրտի մեջ է։ Եվ Աստված մեզ չի կանչել, որ խեղճ ու կրակ ինչ որ դեր կատարենք, ինչ որ դեկորացիա լինենք եկեղեցում։ Աստված կանչել է որպես թագավորներ եւ քահանաներ լինելու իր թագավորության մեջ։ Հիսուսն ասում էր, իմ թագավորությունն այստեղից չի, այս աշխարհից չի իմ թագավորությունը։ Եթե այստեղ թագավորություն ես ուզում, ազդեցություն, չգիտեմ, իշխանություն, փող, հարստություն եւ այլն, Սուրբ Գիրքն ասում է, եղածովը ձեռքի եղածով բավարարվի եւ արծաթասիրությունը չլինի քեզ համար կենսակերպ։ Որովհետեւ նա խոստացավ, երաշխավորեց, որ չի թողնի քեզ եւ երեսից չի գցի։ Ուստի ասա, Տերն իմ Աստվածն է, մարդն ինձ ինչ կանի։ Տերն իմ օգնականն է, մարդն ինձ ինչ կանի։ Ամեն։ Ձեր բոլոր գործերի մեջ։ Տերը թագավոր է։ Տերը թագավորում է իմ սրտում։ Տերը թագավորում իմ կյանքի բոլոր ոլորտներում։ Իմ մարդկային բնությունը ըմբոստանում է, խանգարում է, կռվում է։ Եվ Սուրբ Գիրքն ինձ ասում է, հոգով գնա եւ մարմնի ցանկությունը չես կատարի։ Ամեն, ամեն ու ամեն, ամեն։ Հենց սա էլ դարձավ հրեաների աղետալի վիճակի պատճառը մինչև այսօր, որովհետև նրանք ապրում էին իրենցից անհամեմատ հզոր երկրների հարևանությամբ։ Նրանք առանց Աստծո չէին կարող այնտեղ, ոտատակ կգնային եւ այդպես էլ եղավ, մեկ գալիս էին բաբելոնացիները, մեկ գալիս էին ասորիդացիները, մեկ չգիտեմ հզոր ազգերը, եգիպտացիները ելով չէր գալիս։ Ով չէր ձանձրանում գալիս էր մի հատ Իսրայելի վրայով անցնում, գնում գալիս էր։ Որովհետեւ չէին ուզում, որ Աստված թագավորի։ Ուզեցի թող Աստված թագավորի քո կյանքում, քո ընտանիքում, քո սրտում եւ այս եկեղեցին կա որ հրճակի որ Տերը թագավոր է։ Դա պիտի անենք միշտ, պիտի երգենք միշտ Տերը թագավոր է, Տերը թագավորում է։ Նրա նմանը չկա, հավասարը չկա։ Դանիելի գրքից մի հատված կա ուղղակի ժամանակի պատճառով ես չեմ կարդում։ Դանիելի մարգարեության 7-րդ գլխից մի հատված կա, որ 4 թագավորների մասին է խոսում։ 3-ը տարբեր կենդանիների դեմքով։ 4-րդն էր միայն, որ մարդու դեմքով էր։ Եկող թագավորը, որ իր թագավորությունը պիտի հաստատի եւ այդ թագավորությանը վերջ պիտի չլինի։ Ամեն։ Կարդացեք մարգարեություններն, այնքան սիրուն գրքեր են, այնքան խորություններ կան։ Չփորձեք ամեն բան հասկանալ, չեք կարող։ Բայց ամեն կարդալուց մի բան կհասկանաք, ամեն կարդալուց մի բան կտպավորվի։ Մի խորություն կբացվի, որովհետև գրված է, եթե փնտրեք կգտնեք։ Այո, այդ 3 թագավորներին փոխարինելու եկած թագավորը վերջապես մարդու դեմքով էր, հենց նրան մարդու որդուն էր բարձրյալը խոստանում տալ իշխանություն, փառք եւ թագավորություն։ Հիսուսն ասաց հարությունից հետո ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքի թագավորության մեջ եւ երկրի թագավորության վրա։
Ասում էր հայր, այն փառքը, որ ես աշխարհի ստեղծելուց առաջ ունեի, նա դրեց, որ մեզ փառքի մասնակից դարձնի։ Ես իսկ նոր բաներ ես ասում, այն մի բան եմ պատմել, չէ, որ մի թուրք գործարար շատ տարիներ առաջ, երևի մի 30 տարի առաջ, այս ժամանակ որ դեռ ինչ որ բիզնես գործունեությամբ հայտնվում է Հայաստանում եւ հարցնում է, ասում այստեղ քրիստոնյա թուրք։ Հարցնում է, ասում այստեղ եկեղեցիներ կան, հյուսիսային քաղաքներից մեկում, ասում է հա այնտեղ է լինում, տանում է եկեղեցի եւ հիմա պետքա ինքը ողջունի եկեղեցուն, թուրք հավատացյալը եկեղեցուն պետքա ողջունի։ Քրիստոսի համար թուրք հայ գոյություն չունի։ Գոյություն ունի նոր մարդ, որոնք փրկվում են Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ընդհանրապես, ոչ հրեակա, ոչ էլ հույն։ Կամ էլ նացիոնալիստ ես, գնա գործիդ, գործ չունես դու Տիրոջ հետ։ Տերը ինտերնացիոնալիստ է։ Նա բոլոր ազգերի, բոլոր ժողովուրդների, բոլոր թագավորությունների թագավորն է։ Ամեն։ Ով հավատա կփրկվի։ Ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի։ Այո, սահմանափակում չկա։ Վերջապես հիմա այս թուրք քարոզիչը եկեղեցուն ողջունում է, ասում է Հիսուս Քրիստոս հարություն առավ մեռելներից եւ այլ, բանից պարզվում է, որ հայ քրիստոնյա թարգմանչուհին զարմանում է, թե սա ինչ է ասում էլի։ Ասում է, վայ, թարգմանելու ընթացքում, վայ ջանս փշակալվեց, տեսնես ճիշտ ասում։ Ճիշտ է, հիմա Հիսուս Քրիստոս հարություն է առել, Հիսուս թագավոր է, թող ջանը չփշակաղվի, դու էլ թագավորի աղջիկ ես, թագավորի տղա ես, հայրը հաճեց, ոչ թե ժառանգեցիր, ոչ թե վաստակեցիր, ոչ թե արժանացար, հորը հաճելի եղավ, թագավորությունը քեզ տալ, կներեք շատ հեռու, շատ կոպիտ համեմատություն, բայց մի հեքիաթի մոտիվներով մի կարճամետրաժ ֆիլմ նկարահանված, Ջրաղացպան Հովանեսի այդ բանը հիշում եք։ Ասում է, աղջի անթառամ, այս Կիկոսն եկել է, որ ինձ տանի թագավոր դարձնի, գնամ։ Ժողովուրդ, Հիսուսն եկել է մեզ թագավորներ դարձնելու, հիմա ինչ եք ասում, գնանք։ Այն ինչ որ ավետարանն ասում է, մենք պարտավոր ենք հրատարակելու, անկախ նրանից մեզ գիժ կհամարեն, թե աննորմալ։ Բայց այն ինչ որ չի ավետարանն ասում, մարդասիրական միտումներով կամ չգիտեմ ինչով կասենք, դա ընդունելի չի Աստծուն։ Հոգեբանական, չգիտեմ, վերլուծություններ, ով հավատա կփրկվի, քո հոգեբանությունը քեզ պահի։ Կա փաստ։ Հիսուս մեռավ մեր մեղքերի համար։ Որովհետև դրանից առաջ մենք մեռած էինք մեր մեղքերի ու հանցանքների մեջ, ալելույա։ Իմ ավետարանը հայտարարում է, որ մենք Հիսուս Քրիստոսի ժառանգակիցներն ենք։ Հիսուս Քրիստոսը թագավոր է թագավորների եւ Տեր է տերերի։ Հիմա ինչ, դու ինչ ես ակնարկում։ Չեմ ակնարկում, ուղիղ ասում եմ։ Մենք ժառանգակիցներ ենք։ Թագավորներ եւ քահանաներ նրա թագավորության մեջ։ Նրա թագավորության մեջ։ Ալելույա։ Աստծո թագավորության մեջ մտնել ցանկացողները նախ եւ առաջ պիտի ապաշխարեն, որովհետեւ Հիսուս երբ որ Մարգարեական իր խոսքը հռչակեց թագավորության մասին, կարդում ենք Մարկոսի ավետարան 1:14-15-ում, Հովանեսի մատնվելուց հետո Հիսուս եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը։ Ինչ էր քարոզում Հիսուս։ Ինչ էր քարոզում Հիսուս։ Աստծո թագավորության ավետարանը։ Եվ ինչից էր սկսվում Աստծո թագավորության ավետարանը։ Ապաշխարությունից։ Քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը եւ ասում էր ժամանակը լրացել է, Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեք։ Սա չենք կարող շրջանցել։
Դու չես կարող առանց ապաշխարել հայտարարել, որ դու այդ թագավորության մեջ ես, այդ թագավորն էլ քո թագավորն է, դու էլ այդ թագավորության մեջ քո աթոռն ունես։ Մի քիչ հեռու թագավորից։ Ապաշխարեք, Ռուբիկ ապաշխարի, թող մեղքը, չարությունը թող։ Պայմանները գրված է ավետարանի մեջ։ Ես գիտեմ լրջացակ, արդեն սկսեցիք լուրջ նայել։ Մինչև հիմա լավ էիր խոսում, Ռուբիկ եղբայր, ինչ պատահեց քեզ հետ։ Ապաշխարեք։ Եթե մեկը չապաշխարի եւ վերստին չծնվի, երկնքի թագավորություն չի տեսնի։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ։ Չի տեսնի։ Ժողովուրդը հարյուրներով գալիս էր։ Հրեաները շատ լավ էին հասկանում, թե թագավորությունը պիտի գա, դա ինչ է նշանակում։ Նրանք գիտեին, որ իրենք թագավորին մերժել են։ Հիմա եկել է թագավորը եւ հայտարարում է թագավորության մասին։ Այն որ կարդում ենք խիստ ժողովուրդը բարկացավ, այ հենց սրա համար էին բարկանում։ Այդ դու ես հա թագավորը։ Հələ սրան մի հատ նայի։ Դու քեզ ում տեղ ես դրե։ Հիսուսի մեղադրանքներից մեկը, որ իր անձը Աստծուն հավասար է դարձնում։ Եվ որ հավասար էր ինչ աներ մարդը։ Աստված, Աստծուց ծնվածը, Աստծու որդին միակը։ Հա, այդ սուրբ ես, հա։ Հա, հələ սրա համարձակությանը նայի։ Այդ ոնց եղավ որ սրբացար։ Հիսուս Քրիստոսի արյունը սրբեց ինձ ամեն մեղքից։ Ամեն։ Օրհնյալ լինի նրա անունը։ Ժողովուրդը հարյուրներով դուրս էր գալիս տեսնելու եւ լսելու նրան, բայց ինչպես պիտի պատմեր հասարակ եւ անուս ձկնորսների եւ հողագործներին այդ թագավորության էության մասին։ Հիմա եթե ես հարցնեմ, չեմ հարցնում, բայց այստեղ շատերը իրաց գրպանում կամ ծոցագրպանում կամ պահարանի արդեն են, քանի որ վաղուց չի օգտագործում, 2-3 հատ դիպլոմ կունենաք։ Հասկացեք։ Հիմա այս գրագետ դարում, կրթված դարում դժվար է հասկանալ, լուր մնաց ձկնորսները ինչ գիտեին հող մշակել, գիտեին ծերմը երբ ցանեն, գիտեին երբ ջրեն, երբ հնձեն, այդ գիտեին լավ, բայց թագավորությունս որն է։ Մենք ուր, թագավորն ուր։ Եվ հիմա եկել էր թագավորը եւ ասում էր ես եմ այդ թագավորը եւ բարկանում էին։ Հələ տես, իր անձը Աստծուն հավասար է դարձնում։ Բա ոնց չէ, դարի ու դիմացի։ Այնպես որ այդ ժողովրդին է պետք է հասկանանք։ Մեր պես էին։ Այո։ Գիտեին ինչի մասին է խոսքը։ Ու դուրս էին գալիս նրան տեսնելու, նրան լսելու։ Բայց ինչպես նորից ասեմ, ինչպես պիտի կարողանար ինքը իր պատգամը հասցնել այդ հավասար, այդ հասարակ հողագործներին, ձկնորսներին, թագավորության մասին այդ լուրը ինչպես պիտի հասկացներ։ Հիսուսը դիմում է հրեաների մեջ շատ հայտնի պատմելու ձևի։ Անհայտ, խորհրդավոր, աներևույթ, աներևացող բաների մասին խոսում էր հայտնի բաների հետ համեմատելով։ Ինչ առակով բերեմ եւ ինչի նմանեցնեմ։ Այնպիսի բանի հետ նմանեցնեմ, որ դու հասկանաս։ Հասկանաս, թե ես ինչ եմ ասում, թե չէ որ ես անմիջապես առանց բանի այնտեղի մասին խոսեմ, դու չես հասկանա։ Եվ Հիսուսն հենց այսպես էր։ Եվ Հիսուսն սկսեց սովորեցնել ժողովրդին առակների միջոցով։ Հիսուսն իր ժամանակակիցներին սովորեցնում էր թագավորության խորհուրդների կամ գաղտնիքների մասին, օգտագործելով նրանց հասկանալի օրինակներ եւ առարկաներ, շատ հասկանալի։ Շատ ցուցադրական է, որ Հիսուս չէր օգտագործում կրոնական բառապաշար։ Այդ ժողովուրդը հոգնել էին կրոնական բառապաշարից։ Հիսուս խոսում էր պարզ, ժողովրդի հասկանալի լեզվով, ժողովրդին հասկանալի բաների մասին։ Ժողովրդի հասկանալի բաները, սերմը, հողը եւ մնացած բաները համեմատում էր երկնքի արքայությանը։ Եվ Հիսուս խոսում էր երկնքի արքայության մասին։ Նա խոսում էր պարզ եւ հասկանալի լսողների համար,
լսողների լեզվով օգտագործելով ամենօրյա կյանքի պատկերներ, հենց նրանց ձկնորսների եւ հողագործների կյանքից, բնությունից, հողից, սերմից, ուրկանից, թռչուններից եւ այլն։ Եվ նրանք շատ լավ հասկանում էին, ինչ է ասում Հիսուսը։ Ինչպես էր Մատթեոս 11-րդ գլխում 16-19 համարներում Հիսուսը մի համեմատություն էր անում, բայց ում նմանեցնեմ այս սերնդին։ Նա նման է երեխաների, որոնք շուկաների մեջ եւ սա այս համեմատությունն անում էր Հովանես Մկրտիչի այդ քարոզների հետ, Հիսուսն ուզում էր իրանց ցույց տալ, որ ուրիշ բան ասելու է եկել։ Այո, խոսում էր Հիսուս, խոսում էր ուրախության լուրի մասին։ Խոսում էր, որ այդ մոտեցող թագավորությունը ուրախության թագավորություն է։ Եվ սկսում էր համեմատել հարսանիքի հետ, խնջույքի հետ եւ այլ եւ այլը։ Հիսուս հռչակում էր, որ եկել է Տիրոջ ընդունելի տարին, ազատության տարին։ Հрьяաները շատ լավ էին հասկանում, որ ազատության տարին հոբելյան տարին է, որ բոլոր գերիները, բոլոր պարտքատերերը, բոլոր ստրուկներն ազատվում էին։ Հрьяաները հասկանում էին, ուղղակի չէին հասկանում մի բան, դու մեզ ոնց պիտի ազատես, ոնց պիտի այսքան պարկը շնորհես, դու բանկ ունես, թե թագավոր ես, թե զորք ունես, թե ոնց պիտի ազատես։ Բայց ինքը հասկանալի լեզվով պիտի ասեր։ Հիսուսի հռչակած թագավորությունը տոն էր, որ գալիս էր, ուրախության առիթ էր եւ ոչ թե ծոմի եւ լացի։ Դրա համար երբ հայտարարեցին, երբ հարցրեցին, թե Հովանեսի աշակերտները ծոմ են պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում, Հիսուսի պատասխանը հիշում եք, եթե չեք հիշում կկարդամ, եւ Հիսուս նրանց ասաց. Միթե կարող են հարսանիքի որդիները ծոմ պահել, երբ դեռ փեսան իրենց հետ է, քանի դեռ փեսան իրենց հետ է, չեն կարող ծոմ պահել։ Ամեն։ Հիսուսն եկել էր ասում էր ուրախության ժամանակ ծոմ չեն պահում։ Հարսանիքի որդիները ծոմ չեն պահում։ Ես ուրախության, ազատագրության, խնջույքի ավետիս եմ բերել ձեզ։ Այդ խնջույքը կազմակերպողը երկնքի թագավորն է։ Այդ խնջույքի կազմակերպողը ձեր ամենքի հրավիրում է, որ գաք այդ խնջույքին։ Հիսուսի հարսանիքի մասին առակը հրավեր էր բոլոր մարդկանց մասնակցել այս հարսանյաց խնջույքին։ Ռուբիկ եղբայր, հիմա էլ եկեղեցին դարձրեցիք հարսանիք։ Եկեղեցին այո հարսանիքը, որովհետև երկնքի արքայությունը նման է մի հարուստ մարդի, որ իր որդու համար հարսանիք արեց։ Եկեղեցին հեռու պիտի մնա դրանից։ Ամբողջ եկեղեցին հարսի կարգավիճակով խորհրդական։ Հիմա մենք սա մարդկորեն չենք կարող հասկանանք։ Մի օր կանգնելու է տիեզերքի թագավորի առաջ, Սանդարամետի, երկնքի, երկրի բոլոր արարածների առաջ, որպիսի խորհրդավոր պսակադրվի իր փեսայի հետ, Հիսուս Քրիստոսի հետ։ Եկեղեցին հարսանիքա թե հարսանիք չի։ Ալելույա։ Խնջույքա թե խնջույք չի։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Մի ուրիշ առակի մեջ, այսինքն Աստծո թագավորությունը Հիսուս Քրիստոսի առակների մեջ, եթե կարելի է թեմաս սա էր, շատ հեռվից եկանք, շատ ջրեր խառնեցինք իրար, բայց կարծում եմ զուլալ ջրերը իրար հետ խառնվելուց չեն պղտորվում, այ պղտոր ջուրը, երբ որ խառնում է զուլալ ջրի, այդ ժամանակ պղտորվում է, նույն որակի գինիները, որ խառնում ես իրար, նույն ծագում ունեցող, ոչինչ տեղի չի ունենում, բայց երբ որ լավ գինու հետ ջուր ես խառնում, ամեն ինչ ապականվում է։ Դրա համար մենք պիտի իմանանք ինչը կարելի է ինչի հետ խառնել, ինչը չի կարելի ինչի հետ խառնել։ Ամեն։ Ամեն։ Դարձյալ Մատթեոս 22-րդ գլխում է գրված, 1-10 համարներում բոլորի չեմ կարդա։ Հիսուս դարձյալ խոսեց նրանց հետ առակներով ասելով. Երկնքի թագավորությունը նման է մի թագավոր մարդու, որ իր որդու համար հարսանիք արեց։ Ծառաներին ուղարկեց,
հրավիրվածներին, սակայն նրանք չուզեցին գալ։ Չուզեցին գալ։ Երկնքի թագավորությունը հրավիրատոմս է ուղարկել բոլորիս։ Ես եկել եմ։ Ես եկել եմ։ Ես էստեղ եմ։ Դու որտեղ ես։ Որտեղ ես դու բարեկամ։ Քո սիրտը որ լեռներում է ճախրում։ Աչքերս դեպի լեռները պիտի բարձրացնեմ եւ այնտեղից քո օգնությանը պիտի սպասեմ։ Հալելույա։ Իմ սիրտը Աստծո լեռներում է։ Նորից ուրիշ ծառաներ ուղարկեց։ Ասեք հրավիրվածներին, ահա իմ ճաշը պատրաստել եմ, իմ արջարներն ու մսացուները մորթված են, ամեն բան պատրաստ է, եկեք հարսանիքի։ Ահա քրիստոնեության բովանդակությունը, եկեք հարսանիքի։ Նրանք ովքեր դեռ այդ հարսանիքի հրավերը չեն ընդունել, այսօր վերջում պատրաստվեք հիմիկվանից, հրավիրելու եմ այստեղ այդ հրավիրատոմսը ընդունեք, վերցնեք, պաշտոնապես, կանգնեք Տիրոջ առաջ ասեք, ես քոնն եմ, դու իմ թագավորն ես, ես ուզում եմ քո թագավորության մեջ լինեմ հավիտյան, ամեն, ամեն, եկեղեցին ես պիտի անի, եկեղեցին սրանով պիտի զբաղվի, եկեղեցին պիտի ավետարան քարոզի, Հիսուս Քրիստոսի ավետարանը, այնուհետև նորից եկան, էլի շատերը մերժեցին, ասեցին էլի հարսանի կանչեց նորից ծառաներին ասավ, հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին, ուրեմն գնացեք հրապարակները և որ գտնեք կանչեք հարսանիքի, կանչվածները պատրաստ չէին, մերժեցին, հրյաները մերժեցին, Աստված ուղարկեց անմաքուր հեթանոսներին, լուրը հասավ նաև Հայաստան, օրհնյալ լինեն մեր բարեպաշտ պապերը, նախապապերը, նախահայրերը, սուրբ նահատակները Հիսուս Քրիստոսի անունով, տառապողները, և եթե ավանդությունը ճիշտ է և այդ լեգենդը եթե ճիշտ է 13 տարի կներեք այդ լեգենդ բառի համար, ես ասում, որովհետև ես չեմ կարող վստահ ասել, բայց պատմիչները գրում են 13 տարի Գրիգոր Լուսավորիչը մնաց այնտեղ, որտեղ դուք շատերդ գնացել եք, այդ հորում, այդ վիրաբում, այդ փոսում, և վերջապես Քրիստոսի փրկության լուրը արքայության մասին հասավ Հայաստան, օրհնյալ լինեն մեր հայրերը, որ Քրիստոսի լուրը ընդունեցին, որովհետև նրանք ովքեր հրավիրված էին, նրանք արժանի չէին։ Դու արժանի ես քո հրավերին, որովհետև այսպիսի բան էլ կա, հետո թագավորը պիտի գա ու հանկարծ տեսնի մեկը հարսանիքի հանդերձ չունի, որովհետև հարսանիքավորներին հարսանիքը տալ է, հարսանիքի տերը տալիս էր հանդերձ, սա շատ լուրջ իմաստությունը, Աստված մեր արդարությունով մեզ իր խնջույքին չի ընդունում, որովհետև մարդկային արդարությունը դա պղծություն է, վերջին հաշվով Աստծո, մենք պիտի Հիսուս Քրիստոսի արդարությունով արդարացած մտնենք, ասավ ընկեր, անունդ ինչ է, Բաղդասար, քեզ ով է թողել այստեղ, ծառաներին ասավ դուրս հանեք, ձեր, դրա համար ասում հայտնության գիրքը, ձեր ունեցածը պինդ պահեք, չլինի մեկը, ձեր վարձքն առնի ձեր ձեռքից, պինդ պահեք, հիմա տարբեր քննարկումներ կա, մարդը կարող է իր փրկությունը կորցնի, թե չի կարող կորցնել, ամբողջ ավետարանը, ոչ թե մի համար, ոչ թե երկու համար, Քրիստոսի գրեթե բոլոր առակները այդ մասին են խոսում, 10 կույսերը գնացին, դրանց էլ քաստենք, եթե ժամանակ մնա, բայց կարծում եմ ժամանակ չի մնա, բայց փորձենք, 10 կույսեր էին, լապտերներ ունեին, ամեն ինչով, որևէ մեկը չէր կարող ասել, որն ավելի լավ կույս,
Փորձությունը ցույց տվեց։ Փորձությունը ցույց տվեց։ 5-ը պատրաստ էին։ 5-ը հիմար։ Մեր հիմարությունը կկայանա նրանում, որ պատրաստ չլինենք Փեսայի գալու։ Իսկ նա կարող է գալ ամեն ժամանակ։ Դու դեռ պատրաստվում ես թորիտ ամուսնացնես, նորնես, լուրջ բան անես։ Երկու խնդիր կա այստեղ։ Մեկը կարելի արդյոք մինչև այդ կապրես, քո մասին ասա, ասում եմ իմ մասին, լավ։ Երկրորդն էլ։ Այդքան զբաղված լինելով, այս աշխարհի հաճույքներով եւ ուտել խմելով զբաղված լինելով, կարող է հանկարծ քո չսպասված ժամանակին գա եւ դու պատրաստ չլինես։ Որ առակին ուզում ես դարձի, այնտեղ կոչ կա, զգաստանալու կոչ։ Որ առակին ուզում ես դարձի, գնացեք վերցրեք բոլոր առակները կարդացեք։ Եթե անգամ երկնքի թագավորությունը նման է մի արտի մեջ պահված գանձի, այդ արտի մեջ պահված գանձը, եթե անգամ դու շատ լավ հասկանում ես, արվեստագետ ես, հասկանում ես այդ մարգարիտի արժեքը, անգին արժեքը, դու նաև պիտի իմանաս մի շատ պարզ բան, որ ձրի այն քեզ չեն տալու։ Քո բանկային հաշվի 1 միլիարդ 700 միլիոն դոլար բանկային հաշվի կեսով չեն տալիս, տալիս են միայն քո բանկային հաշվի 100 դրամով ամբողջությամբ, քո 2 լումայով ամբողջությամբ, հասկանում եք ինչի մասին ենք խոսում, չափ չկա, կամ ամբողջականը, կամ ոչինչը, ամբողջական նվիրում է պահանջում Աստված, որովհետև մեզ Աստված նվիրվեց ամբողջությամբ։ Ես իմ կյանքը դնում եմ, բարի հովիվս իմ կյանքը դնում եմ իմ ոչխարների համար։ Կյանքից այն կողմ էլ բան չկա։ Ուրախությունը, որն ապրում են Հիսուս Քրիստոսի հետևորդները, նման է այն ուրախությունը, որ ապրում է այն մարդը, որ գտնում է թանկագին մարգարիտը։ Մարգարիտ ես գտել, ինչ ես տրտնջում։ Հացս պակաս է, սառնարանը բացում եմ, մեջը մկներն եմ վազում, չգիտեմ, ձեռքս գրպանից եմ տանում, չգիտեմ, էլի մկներն են գրպանից մեջ վազում, եւ այլը, եւ այլը։ Դու գանձ ես գտել, որ աշխարհի հարստությունն է ամբողջությամբ, հավիտենական թագավորություն, դու գտել ես թագավորին, դու կորցրած հորդ ես գտել, հորիցդ հեռացած, մոլորված, անգամ չգիտեիր, որ դու հայր ունես, հիմա գտել ես։ Մատթեոս 13:44-45 դարձյալ նման է երկնքի թագավորությունը արտի մեջ պահած գանձի, որ մի մարդ գտնելով թաքցրեց եւ ուրախությունից գնաց ծախեց ողջ ունեցածը եւ այդ արտը գնեց։ Ալելույա։ Ես ուզում եմ հասկանանք մենք, թե ավետարանը մեզանից ինչ է պահանջում։ Սենց հագի, սենց կայլի, սենց երգի, սենց նստի, ավետարանը ամբողջական նվիրում է պահանջում։ Ամբողջական նվիրում։ Ազատների համար, սուրբերի համար ամեն բան սուրբը, իսկ ամբարիշների համար կերած հացն էլ հարամ է։ Սուրբերի համար ամեն բան սուրբ է։ Սա իմ ավետարանն է ասում։ Այդ ուրախությունը, որ քրիստոնյաներն ունեն, նման է այն ուրախությունը, որ ապրում է հայրը, երբ վերադառնում է մոլորված որդին։ Հիմա այստեղ անառակ որդու առակին էլ կանդրադառնայի, բայց ժամանակը հասկանում եք, բայց այնտեղ որն է կարևոր, ինչն է կարևոր, մեր պատմությունը թագավոր հոր եւ մոլորված որդիների մասին է։ Առակներն ինչի մասին են։ Իմ մասին եւ իմ հոր մասին, քո մասին եւ քո հոր մասին։ Հիսուս քարոզում էր Աստծո թագավորության բարի լուրը։ Հիսուս ուրիշ քարոզի թեմա չուներ։ Թագավորը
կորցրեց իր որդուն։ Հետո գտավ ու շատ ուրախացավ։ Դա նշանակում է, որ երբ որ դու կորում ես, հայրը տխրում է, հայրն անհանգիստ է, հայրն սպասում է, երբ որ քեզ գտնում է, շատ ուրախանում է։ Ամեն։ Գտածից վրա ուրախացի, գտածդ գնահատի։ Եվ շատ հետարքիր այս առակի վերջի խոսքը 32-ը կամ 31-ից կարդանք։ Հայրը նրան ասաց. որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես եւ ինչ որ իմն է քոնն է, բայց պետք էր ուրախանալ եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենթանացավ, կորած էր եւ գտնվեց։ Աստված ուրախանում է, երբ որ մենք մեր անհայտությունից սթափված ասում ենք գնանք մեր հոր տուն։ Իսկ մենք այդ բառը մեզ սազում է իմիջայլոց, բայց ես չեմ սիրում, այդ անառակ, ավելի շատ ես ասում եմ մոլորված։ Իսկ մենք հաճախ ենք մոլորվում, թե չէ հիմա եթե այդ բառն օգտագործեմ կարող է մեկն ասի, այ քեզ լեքսիկոն, այ քեզ բառապաշար, այ քեզ խոսույթ։ Մոլորվել ենք, հեռացել ենք, անառակ ուրիշ բան է նշանակում, Տիրոջից հեռացած, Տիրոջից մոլորված։ Ուրեմն ես ասում եի, որ առակները քրիստոնյաների ուրախության մասին են, երբ որ գտնվում են թագավորի կողմից, եւ նաեւ թագավորի ուրախության մասին է, որ գտնում են կորածներին։ Ամեն։ Հիմա ում մասին է։ Մեր Աստծո եւ մեր մասին։ Հաջորդը թագավորության մասին լուրը, դա լուր է Աստծո սիրո եւ թողության մասին։ Աստված առանց պայմանի ներում է իր մոտ վերադարձողին, որ իրենք էլ ներեն նրանց, ովքեր ինչ որ կերպ պարտական են իրենց։ Այստեղից գնացինք շատ հրաշալի պատգամ լսած, որ Աստված ներող է, սիրող է։ Մեր ատելությունը շարունակեցինք դրսևորել նրա նկատմամբ եւ մինչեւ մահու գերեզման ես իրան չեմ ների։ Չեք լսել։ Ես լսել եմ։ Եթե չներես, երկնքում տեղ չունես։ Եթե դուք չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ չի ների ձեր հանցանքները։ Իսկ եթե Աստված չների, մեր տեղը որտեղ պիտի լինի։ Դրա համար նորից Հիսուս առակ էր ասում, սրա համար երկնքի թագավորությունը նմանվեց մի թագավոր մարդի, որն ուզեց իր ծառաներից հաշիվ պահանջել, եւ երբ որ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ մեկը բերվեց, որ 10,000 տաղանդ էր պարտք, բայց քանի որ վճարելու բան չուներ, նրա տերը հրամայեց, որ նրա կնոջը զավակներին մի խոսքով ինչ որ ունի չան, 10,000 տաղանդ անգամ մեր երևակայությունից դուրս է։ Ես չգիտեմ, այդ գումարը եթե հաշվենք, արդյոք այսօր աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը այդքան գումար ունի, թե չէ։ Մեկ տաղանդ արծաթը որոշ հաշվողների, որովհետև տարբեր բաներ կան, ասում են այն մեկ տաղանդ, որ տվեց տերը ու գնաց, դա այսօրվա հաշվարկով մոտավորապես 1.5 միլիոն դոլարի չափ է։ Մենք կարծում ենք մի տաղանդ է, մի հատ ժանգոտած ինչ որ բաներ էլի։ Աստված ժանգոտած բան ոչ մեկին չի տալիս, ժողովուրդ։ Աստված թանկ բան է տալիս։ Թանկ, շատ թանկ։ Անկամ մի տաղանդը, անկամ մի մնասը 1.5 միլիոն դոլար արժի։ Այսինքն ավետ Հիսուս, չգիտեմ, կոպեկների հետ հաշվարկ չեր անում։ Հիսուս շատ թանկ բաների մասին էր խոսում։ Աստված կոպեկներ չի տալիս մեզ։ Եվ ներեց ու շարունակությունը գիտեք ինչ եղավ։ Գնաց։ Իսկ այդ 100 դահեկանը, որի մասին խոսվում է, դա էլ քիչ փող չէր իմիջայլոց։
ասում են, որ դա էլ մոտավորապես $5,000 համարժեք փող էր։ Չմտածեք, էլի կոպեկ էր։ Հիսուս մանր բաների մասին չի խոսում։ Աստված քեզ շատ թանկ բան է տվել։ Մարդկային մտքից վեր։ Աստված քեզ անհաշիվ բան է ներել։ Այսինքն, ես քեզ ներել եմ այնքան, որ աշխարհի ամենահարուստ մարդը այդքան փող չունի, որ վճարի, որ ես իրան ներեմ։ Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե Աստված որ իրենք որքան մեղավոր են եւ որքան կարիք ունեն Աստծո թողության։ Դու չես պատկերացնում, թե ինքը ինչ արել, ես իրան ոնց ներեմ։ Ես վրդոված կանանց եմ տեսել, վրդոված ամուսիններ եմ տեսել, վիրավորված մինչև սրտի խորքը։ Եթե լինես 50 տարի հովիվ, դու ամեն ինչ կտեսնես, ամեն ինչի կհանդիպես։ Հիմա դու ինձ ասում ես, որ ես իրան ներեմ։ Ես ուղղակի ուզում եմ քեզ հարցնեմ։ Հիմա դու ուզում ես ասես, եթե չներես, պետք է գնաս ծնկի գաս Աստված քեզ լսի։ Չէ։ Ուրեմն այլ ընտրանք կա, այլ ընտրանքը դժոխք կնա։ Այլ ընտրանքը դժոխք կնա, ժողովուրդ։ Այս ավետարանը իմ դուրը չի գալիս։ Շատ ափսոս։ Շատ ափսոս։ Եթե Աստծո այդ մեծ անսահման թողությունը չլիներ, դու փրկության ճանապարհ չէիր կարող ունենալ եւ վերջ։ Եթե Աստված ամբողջ խնդիրը գիտեք ինչու՞մ է կայանում, որ մենք մինչև հիմա էլ շատ քրիստոնյաներ չեն հասկանում, թե որքան մեղավոր են իրենք եւ Աստված ինչպիսի մեղքեր ա ներել իրան։ Ինչ եմ արել, որ ոչ ես եմ արել, ոչ ես եմ արել, ոչ չեմ արել։ Գիտեք այդ 3 մատը որ ծալում են, ինչ է նշանակում։ Քո չարությունը աշխարհի չափ է։ Քո աննազանդությունը Աստծո հետ հակառակությունը, Աստծո հետ դու թշնամի ես, ինչ կապ ունի, արել ես թե չես արել։ Հաշտվի Աստծո հետ։ Ամեն։ Երրորդը, որի մասին ես ուզում եմ խոսել, թե Հիսուսի առակների ինչ թեմա ունեին, երրորդը նախատեսված է երկնքի արքայությունը անարժանների համար։ Այդ թագավորությունը արժանիների համար չի։ Հիսուսն եկել է մեղավորներին փրկելու։ Հիսուս հայտարարեց արդարները կարիք չունեն ապաշխարության, առողջներն էլ կարիք չունեն բժշկի։ Երկնքի արքայությունը իմ նման անարժանների համար է։ Դրա համար էլ ես տեղ ունեցա երկնքի արքայության մեջ։ Հասկանալով իմ անարժանությունը, ասեցի Տեր ներիր ինձ, եւ նա ներեց։ Ցանկացած մեկին է ներում։ Ոչ թե որովհետև ես, չգիտեմ, վերի արտի ծորենն էի, թե ծաղիկն էի, ինչ էի։ Ոչ մեկս էլ ոչ վերի արտից ենք, ոչ էլ ներքևի արտից ենք։ Կամ մեռած ես, կամ կենթանի։ Եթե Հիսուսին չես դարձել, մեռած ես հոգևորապես, դարձար Հիսուսին, կենթանանում ես հոգևորապես։ Էլ երրորդ խավ չկա։ Կամ փրկված ես, կամ կորած, կամ արդար ես, կամ մեղավոր։ Արդար, փրկված բառակապակցությունը կապված է ուղիղ Հիսուսի անվան հետ։ Մեղավոր եւ չփրկված այդ բառակապակցությունները կապ չունեն Հիսուսի հետ, փրկության հետ, երկնքի արքայության հետ։ Այո, մի ուրիշ առակի մեջ, որ չեկան ճաշկերույթի, սա էլ արդեն հարսանիք չէր, խնջույք էր։ Մեկն ասավ, կին եմ առել, մյուսն ասավ, ես եմ առել, մյուսը դե ես դեն, տերն ասավ, գնացեք, կաղերին, կույրերին, անդամալույսներին, բոլորին հավաքեք, բերեք թող տունը լցվի։ Դա գիտես ինչ հայտարարություն էր։ Սա ուղղակի մարտահրավեր էր հրեաներին, որովհետև հրեաների մեռյալ ծովի տարածքից գտած մագաղատների մեջ կար 5 գրություններ։
Չնայած Աստված ասում էր իմ տանը ծառայության մեջ չմտնեն այդպիսի արատավորները, բայց կար գրություն, ես հիմա մի փոքր հատված կկարդամ, որևէ մեկը այդ գրությունների մեջ, որ մարմնական արատ ունի, ձեռքը կամ ոտքը չորացած է, կամ կախ, կամ կույր, կամ խուլ, կամ համր, կամ էլ մարմնի երևացող արատ ունի, չպետք է լինի համայնքի մասնակցության մեջ։ Օհո։ Հիսուսն ասում էր, ես ձեր գրվածները դեն եմ գցում, գնացեք բերեք, թե չէ Ռուբիկը համապատասխան չէր լինի այդ կատեգորիային։ Հանում եմ այդ հոդվածը սահմանադրությունից, դրա համար էլ բարկանում էին, դրա համար էլ իմ ու քեզ համար ճանապարհ բացվեց։ Ես 1000 արատ ունեի, միգուցե դու էլ 2-ը, կամ 1-ը, հա լավ, 2 թալան ինչա, իմն 1000, հասկանում եք, Հիսուս ընդունեց ինձ, ես համապատասխան չէի, ահա երկնքի թագավորության, Աստծո թագավորության ավետարանը,